Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք, ֆինանսների նախարարությունը ակտիվ համագործակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որպեսզի մեր հաշվետվությունները եւ հաշվառումը հիմնական ֆինանսական կառավարման ցուցանիշների արտացոլված լինի ճիշտ եւ համաձայն միջազգային ընդունված չափանիշների։ Մասնավորապես Արժույթի միջազգային հիմնադրամի հետ վերջին 3 տարվա ծրագիրը, երբ որ ավարտի էր մոտենում արդեն, եւ 3 տարի առաջ սկզբնական վերլուծություններ իրականացվել, պարզվել էր հետեւյալը, որ Հայաստանի Հանրապետությունում Կենտրոնական բանկի արտաքին պարտքը եւ երաշխիքները հաշվառվում են որպես պետական պարտք, իսկ ընդհակառակը համայնքային պարտքը որպես պետական պարտք, համախմբված պարտք ներկայացված չէ, որը միջազգային ստանդարտներին հակասում է եւ մենք ունենք նախապայման Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որպեսզի ավելի հասկանալի լինենք մեր միջազգային ներդրողների եւ միջազգային պարտատոմսեր ձեռք բերող կազմակերպությունների համար համապատասխան փոփոխությունը իրականացնել։ Ինչպես նաև մի շարք այլ փոփոխություններ ենք իրականացնում, սա հիմնական փոփոխությունն է, բայց մի շարք նաև այլ փոփոխություններ ենք իրականացնում, մասնավորապես ամրագրում ենք, որ պետական արտարժութային պարտատոմսերի թողարկման հստակ լիազորություն ֆինանսների նախարարության համար, նախատեսում ենք, որ երբ որ մենք ունենք միջազգային վարկային համաձայնագրեր, որոնցով նախատեսված է որոշ ցուցանիշների փոփոխություն, օրինակ եկամտաբերության մակարդակի, օրինակ այլ, ասենք ասենք փոփոխական թիրախների փոփոխություններ, դա արդեն ֆինանսների նախարարությունը ինքնուրույն կարող անի, մինչ այժմ մենք ամեն անգամ, քանի որ դա համարվում էր միջազգային պարտավորություն, պետքա գնայինք, վերցնենք համապատասխան թույլտվությունները եւ համապատասխան փոփոխությունները իրականացնենք, ինչը բավականին մեծ բյուրոկրատիկ խնդիրներ էր առաջացնում, այսինքն օրինակ մեր եւ ենթադրենք Գերմանիայի ֆինանսների նախարարությունների միջև Գերմանիայի ֆինանսների նախարարությունը միանգամից ստորագրված ինչ-որ բան առաջարկում էր, մենք ասում էինք՝ մի րոպե, մենք պետքա գնանք համապատասխան թույլտվությունները նորից վերցնենք, նորից փոփոխությունները անենք, ինչը մի քիչ խնդիր էր առաջացնում նաև մեր գործընկերների համար, ստացվում էր, որ մեր բոլոր գործընկերները այդ իրավասությունը ունեն, մենք չունենք եւ դա ժամանակ էր տևում։ Այսինքն մենք կորցնում ենք ժամանակ, որը իրականում պարտքային գործիքների տեսանկյունից փող է։ Հիմնականում սրանք են փոփոխությունները։